ինչպես արել, հողերն են հնչում, դարձած ու ձայնագրել, հռչակին հաղթություն, Սիոն լեռից գալիս է արտություն։ Նման է Եզեկելի օրի, ոսկորն է կենդանանում, սա քո ծառայի օրերն է, Դավթի խորանն է շիպում, թեև օրերն են պայքարի, սովի խավարի սրի, անապատում ձայն է հնչում, կանչում, պատրաստեցեք ճամփան փրկի, գալիս է նա, ամպերի միջով, այլում ինչպես արել, հողերն են հնչում, բարձրաց ու ձայնագրել, հռչակի հաղթություն, Սիոն լեռից գալիս է արտություն։ Չկատեք քեզ նմանը, 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 գալիս է նա, ամպերի միջով, այլում ինչպես արել, հողերն են հնչում, բարձրաց ու ձայնագրել, հռչակի հաղթություն, Սիոն լեռից գալիս է արտություն, գալիս է նա, ամպերի միջով, այլում ինչպես արել, հողերն են հնչում, բարձրաց ու ձայնագրել, հռչակի հաղթություն, Սիոն լեռից գալիս է արտություն, գալիս է նա, ամպերի միջով, այլում ինչպես արել, հողերն են հնչում, բարձրաց ու ձայնագրել, հռչակի հաղթություն, Սիոն լեռից գալիս է արտություն, գալիս է նա, ամպերի միջով, այլում ինչպես արել, հողերն են հնչում, բարձրաց ու ձայնագրել, հռչակի հաղթություն, Սիոն լեռից գալիս է արտություն։ Մետաղների հոգևոր խորհուրդները շարքից միջև հիմա քննարկել ենք որոնք պղինձը, արծաթը, երկաթը եւ կարծում եմ հիմա շատ հեշտությամբ պիտի ենթադրեք, որ մետաղի մասին պիտի խոսենք։ Չեք համարձակվում։ Դա ոսկին է, այո, gold, զոլոտը եւ բարձկերեն թալա, հա, ճիշտ ասեցի, այո, նաև հունարենն ասենք, Խրիսոս բառն է, Սուրբ գրքում ոսկու մասին առաջի հիշատակությունը, Ծննդոց 2-րդ գլուխ 11-12 համարներում է, այնտեղ նկարագրված է 4 գետեր, եւ այդտեղ էր գտնում Եդեվական Պարտեզը, Եփրատը, Տիգրիսը, շատ հայտնի գետեր, որ միջև հիմա դրանք կան, բայց 2 գետ կար, Փիսոն եւ Գեհոն, որոնք ներկայիս գոյություն չունեն, եւ գրված է Փիսոն գետի համար Եվիլայի երկիրը, որտեղ ոսկի կա եւ այդ երկրի ոսկին ազնիվ ոսկի է։ Ոսկու ազնիվը ինչ է նշանակում։ Սա մաքրամաքուր է նշանակում։ Այսպիսի գաղափար կա աստվածաբանական խորհուրդների մեջ, սա պնդում չէ, գաղափար է, միգուցե չի համապատասխանում իրականությանը, բայց տրամաբանություն կա սրա մեջ։
որ այս գրությունը վերաբերում է մեղքը գործելուց առաջ, հետևաբար Աստծո ամեն ստեղծածը կատարյալ էր, բայց մեղ գործելուց հետո, երբ որ Աստծո անեծքը եկավ երկրի վրա, ամեն բանի վրա ազդեցություն գործեց։ Մարդկային կյանքերի վրա մարդիկ դարձան մահկանացու, կենդանական աշխարհը փոխվեց, բուսական աշխարհը փոխվեց, նաև միգուցե նաև հանածոներն էլ իրենց կերպը փոխեցին, չգիտենք։ Ոսկին քիմիապես շատ կայուն է, դժվարահալ է, հալվում է 1064 աստիճանում Ցելսիուսի։ Կռելի է, այսինքն ուզածը ձևը կարող է ստալ։ 1 գրամ ոսկուց կարելի է ձգել միջև ինչքան լար, ինչ եք կարծում։ 3 կիլոմետր։ Չի ժանգոտվում, չի լուծվում սովորական թթուներում, այսինքն ասիդի մեջ եթե գցես եւ իր արտաքինի վրա կեղտեր լինի, միայն դա կվերցվի։ Մաքուր վիճակում այն շատ փափուկ է, ուստի ոսկերչության մեջ ամրության համար հաճախ խառնում են պղինձ եւ արծաթ, դե գիտեք, ոսկերիչներն հաճախ այս հանգամանքից առիթավորվում են, պետք եղածից ավելի պղինձ եւ արծաթ են խառնում, հա, ավելի շատ ապահովելու իրենց համար շահաբեր է լինում այդպես։ Բնության մեջ հանդիպում է մանր կտորներով ոսկին, անգամ գետերի ափերին գտնում են, իսկ ոսկու ամենամեծ բնակտորը, այսինքն բնության մեջ հայտնաբերած կտորը եղել է Ավստրալիայում 1872 թվականին, այն 25 լայնություն ասենք, երկարությունն է 63 սանտիմետր, բայց այն ոչ ամբողջությամբ կլոր, մի այդպիսի կտոր էր, կշռում էր 70 կիլոգրամ։ Ոսկու շատ փոքրիկ մասնիկներ կան յուրաքանչյուրի օրգանիզմում, ամեն մարդու օրգանիզմում շատ մանր ոսկու կտորներ կան, եւ մարդու մարմինը այրում են, մոխիրների միջից գտնում են այդ կտորները։ Ֆաշիստական Գերմանիան համակենտրոնացման ճամբարներում անխնա այրում էր մարդկանց։ Եվ ոչ միայն մարդկանց բերանի, արդյունքը այդ ատամների վրա եղած ոսկին էին վերցնում, այլ նաև այս մանր կտորները հավաքում էին, որ ինչ կարող ենք ասել, սա գազանություն էր ուղղակի։ Ոսկու հոգևոր խորհուրդները, այն մաքրության եւ սրբության խորհրդանիշ է։ Հոբ 13-րդ գլուխ 10 համար։ Հոբը ինքն է խոսում եւ վկայակոչում է Աստծուն։ Նա, այսինքն Աստված, գիտե իմ ճամփան, երբ ինձ փորձի, ոսկու պես պիտի լինեմ։ Մաքուր, ինչպես ոսկին է զտվելուց հետո մաքուր դառնում։ Եվ սա ոչ միայն վերաբերում էր իր սրբության կյանքին, այսինքն մեղքի հանդեպ իր ունեցած պայքարին, այլ նաև իր կյանքի մեջ տեղի ունեցող իրադարձությունների պատճառով անգամ երբեք չընկրկեց, երբեք չհանձնվեց, Հոբը Աստծուն հավատարիմ մնաց։ Ինչեր եկան իր կյանքի մեջ, ամեն տեսակ փորձություններ, պատկերացնում եք, գալիս ասում են, որ 10 երեխաներ էլ մահացան, չկան, միաժամանակ, սա սարսափելի մի բան է, հիվանդությունների մի ամբողջ փունջ, այսինքն ճակերտավոր փունջ, միաժամանակ Հոբը ունեցավ, ամբողջ ունեցվածքը կորցրեց, բայց Հոբի հավատքը եւ վստահությունը Աստծո հանդեպ։ Նա Սուրբ գրքում այդպես գրվեց եւ մարդկության պատմության մեջ մնաց Հոբ երանելին։ Հոբ 2-րդ գլուխ 10 համար։ Այս ամենի մեջ Հոբը իր շրթունքներով չմեղանչեց։ Իսկ շրթունքների խոսքը որտեղից է գալիս։ Գալիս է սրտից։ Առակաց 17:3 արծաթի համար հալոց,
ու ոսկու համար քուրա, նույնպես հալելու համար, բայց սրտերը փորձողը Տերն է։ Սրտի մեջ ինչ է թաքնված, դրսից ոչ ոք չգիտի, բայց միայն Աստված գիտի, որտեղ գրված է սրտերը քննող, երիկամունքները քննող Աստված, Աստված ամեն մեկ մարդու, ամեն մեկ բջիջը գիտի։ Իր իմացությունը խելքից մտքից վեր է, աներևակայելի է։ Ամենամաքուր զտված ոսկու կարգը որն է։ 9-9-9-9 4-9 Սաղմոս 2-ն Դավիթը Աստծո խոսքը տարբեր կերպերով է ներկայացնում, որպես օրենք, Աստծուց տված օրենք, որպես վկայություն, կանոններ, պատվիրանքներ, դատաստաններ եւ համեմատության մեջ է դնում զտված ոսկու հետ։ Եկեք կարդանք Սաղմոս 19:7 համարից։ Տիրոջ օրենքը կատարյալ է, հոգին կնորոգ է։ Տիրոջ վկայությունը ճշմարիտ է, տգետին իմաստուն կանի։ Տիրոջ կանոնները շիտակ են, սիրտը կուրախացնեն։ Տիրոջ պատվիրանքները պայծառ են, աչքերին լույս կտան։ Տիրոջ վախը սուրբ է, հավիտյան կմնա։ Մարդու համար ամեն բան որտեղից է սկսում, Տիրոջ վախից։ Տիրոջ դատաստանները ճշմարիտ են ու բոլորովին արդար են։ Ցանկալի են անոնք ոսկի են ու շատ փորձված ոսկի են։ Եվ նաև ուրիշ բացատրություն էլ մեղից անուշ են եւ խորսխե կաթած մեղրեն։ Որպեսզի ավելի լավ մենք պատկերացնում ունենանք Տիրոջ խոսքի վերաբերյալ։ Այսինքն ցանկալի են այս պարագային վեր են այդ 9-9-9 տոկոսանոց կամ ինչպես դրա կարգն է, այդ ոսկուց ավելի վեր է Աստծո խոսքը։ Ոսկին մարդկության պատմության մեջ միշտ եղել է ամենարժեքավոր բանը։ Երբ որ տեղի ունենում ինֆլյացիա, այսինքն սղաճ կամ դրամական միավորի արժե զրկում, նրանք ովքեր որ կանխիկ գումար ունեն, միգուցե միջ այդ արդեն հասկանում են եւ նախընտրում են կանխիկ դրամի փոխարեն ոսկյա մետաղադրամներ գնել կամ ոսկյա զարդեր գնել, որոնք երբեք իրենց արժեքը չեն կորցնում։ Հիշում եք, այսպիսի խոսք կար, ոմանք ասում էին, հին ոսկի ունեք, գնում են գյուղից գյուղ, մարդիկ փնտրում են, հին ոսկի ենք փնտրում, ոսկու հինը որն է, այսինքն փորձում են խորամանկություն բանեցնեն, այդ կերպով, եթե դիմացինն էլ ասի, հա, միտեղ գծված բավական կա այդպիսի, արի վերցրու տար։ Աստծո կողմից պատվիրած բոլոր սուրբ բաները ոսկուց պիտի լինեին, որպես մաքրության եւ սրբության նշան։ Եվ Աստված պատվիրեց անապատի խորանը, երբ որ պիտի կանգնեցնեն, ասաց, որ ուխտի տապանակը պիտի պատրաստեն, կարդանք մի քանի համարներ Ելից գրքից, The Book of Exodus, 25-րդ գլուխ 10-11 համարները։ Ուրեմն ուխտի տապանակը պիտի պատրաստվեր հետևյալ կերպ. Սատիմի փայտից տապանակ թող շինեն, նրա երկարությունը 2 կանգուն ու կես եւ լայնությունը 1 կանգուն ու կես եւ բարձրությունը 1 կանգուն ու կես։ Այն զուտ ոսկիով պիտի պատեն ներսից եւ դրսից։ Ուրեմն ոսկին այստեղ ներկայացնում է որպես սրբություն, որպես մաքրություն։ 17 եւ 18 համարները զուտ ոսկից քավություն շինե։ Քավությունը դա այն կափարիչն էր, որ վրան դրվում էր, այսինքն ծածկոց։ Նորից ոսկուց պիտի պատրաստվեր, նրա երկարությունը 2 կանգուն եւ կես, լայնությունը 1 կանգուն եւ կես, ոսկե 2 քերովբեներ շինե,
քավության երկու ծայրի վրա։ Պատկերացնում եք, չէ՞։ Եվ դրանք պիտի լինեն կռածո։ Այսինքն մեջն էլ լցված ամբողջությամբ ոսկուց պիտի լիներ։ Հացը մատուցանելու սեղանը, որ կոչվում է առաջավորության հացի սեղան, նորից նույն Ելից 25-րդ գլուխն է եւ 29 համարը ասում է. Նրա սկուտեղները եւ խնկամանները եւ բաժակները եւ գավաթները շինե, որպեսզի նրանցով թափելու նվեր մատուցվի։ Զանոնք զուտ ոսկե շինե, սեղանի վրա առաջավորության հացը միշտ իմ առջևս դիր, պիտի լիներ Տիրոջ առջև եւ այդ ամեն բաները ինչ որ նշվեց ոսկուց պիտի լիներ։ Նաեւ լույսի աշտանակը մենորա է կոչվում։ Մանավանդ այն շատ կարևորվում է ուրեմն Հանիկայի տոնի արդիվ, որ լույսերի տոն է կոչվում, որ շուքն է իր խորքի մեջ այն խորհրդանշում է ում Հիսուս Քրիստոսին, որտեղ Հիսուս ասաց. ես եմ աշխարհի լույսը, եւ նրանք ովքեր Տիրոջն են գալիս, այդ լույսով են լուսավորվում, Քրիստոսի աստվածային լույսով։ Ելից 25, 31, 32 համարները։ Ուրեմն աշտանակը զուտ ոսկուց շինե, կռածո պիտի լինի այդ աշտանակը, նրա բույնը, ճյուղերը, սկահակները, գնդակները, ծաղիկները իր մեջ պիտի լինեն, անոր քովեն 6 ճյուղ պետք է ելեն, աշտանակի մի կողմից 3 ճյուղ, մյուս կողմից 3 ճյուղ պիտի լինի։ Եվ ապա նորից 36-ից 39 համարներում աշտանակից ելած 6 ճյուղերը, ապա ներկայացնում է անոր գնդակներն ու ճյուղերը իր մեջ պետք է լան, ամենքը մեկ կտորից զուտ ոսկուց եւ քանիսս գործածում է զուտ ոսկուց, որոնք ներկայացնում են սրբությունը։ Մարդկության պատմության ամբողջ ընթացքում ոսկին որպես ազնիվ թանկարժեք մետաղ եղել է եւ կա եւ հանդիսանում է հարստության միջոց։ Սուրբ գրքում մի անձնավորություն կար, որ այդ ոսկուց շատ ուներ, անչափելի շատ ուներ, այնքան շատ էր, որ դրանցով ինչ ասես, որ չէր սարքում, ինչ ուզեր կսարքեր, որտեվ այդքան շատ էր։ Վերհիշեցիք։ Նրանք ովքեր չգիտեն, հիմա կիմանաք, այդ անձնավորության անունը Սողոմոն էր, 3-րդ թագավորած, որ անգլերենով First King-ն է, 10-րդ գլուխ, 14 համարից կարդանք։ Մեկ տարվա մեջ Սողոմոնին եկած ոսկու կշիռը 666 տաղանդ էր, 25 տոննա, տարեկան 25 տոննա իրեն ոսկի էր գալիս։ Առևտուր ընողներից եւ վաճառականներից եւ արաբացիների բոլոր թագավորներից ու երկրի նախարարներից առածից զատ իրեն որպես տուրք վճարվում էր, դրանցից զատ տարեկան 25 տոննա։ Սողոմոն թագավորը կռածով ոսկե 200 վահան շինեց։ Ինչի՞ դա պետք վահանը որ սարքես։ Չպիտի տա սա զինվորների ձեռքը որպեսի գնան, նրանք դրանով պաշտպանվեն։ Ամեն մեկ վահանի համար 600 սիկղ ոսկի գնաց, այսինքն 7.5 փաունդ։ Կռածով ոսկի 300 ասպար շինեց, ամեն մեկ ասպարը 3 մնաս դրանց վրա գործածվեց ոսկի գնաց, այսինքն 3.75 հարյուրթական փաունդ։ Թագավորը սրանք Լիբանանի անտառը կոչվող սրահի մեջ դրեց։ Ցուցադրության համար այնքան շատ էր ոսկին իր մոտ, որ պատրաստեց եւ դրեց որպես ցուցադրություն։ Նաեւ երկու համար էլ կարդանք առաջանցնենք 21-ը Սողոմոն թագավորի բոլոր խմելիքի ամմանները ոսկի էին։ Ջուրը խմում էր ոսկի բաժակով պիտի խմեր, գինին ոսկի բաժակով։ Լիբանանի անտառը կոչվող սրահի բոլոր ամանները զուտ ոսկի են։ Արծաթ չկար, քանզի արծաթը Սողոմոնի օրերը բանի մտեղ չէր համարվում։
եւ 23 Սողոմոն թագավորը հարստության եւ իմաստության կողմանե երկրի բոլոր թագավորներից ամենամեծը եղավ։ Եվ ինչ եք կարծում, այսքան հարստություն ունեցող մարդը պետք է որ իրեն երջանիկ զգա, չէ՞։ Ասի ունեմ, այդպես ասողներ եղան եւ Տերը ասավ անմիտ, այսօր հոգիդ քեզմից պիտի վերցվի, ում պիտի մնա այդ ամենը։ Սողոմոն ինչ ասաց։ Ասաց հետևյալը. ունայնության, այս արևի տակ ամեն բան ունայնություն է, vanity անգլերենով և sueta դա էլ ռուսերենով։ Ժողովրդի մեջ տարածված ասացվածքներ կան, թևավոր խոսքեր ոսկու մասին, օրինակ, ժամանակը ոսկի է, ճիշտ է, որտև մարդու կյանքը սահմանափակ է, և Աստված ասում է, այդ կյանքը 70 տարի է, եթե ուժով, զորությունով 80-ի էլ հասնի, նրա փառքը տառապանք ու ցավ ու հիվանդություն է, այդպես է թե չէ, այդպես է, միջև 70 տարի, հետո արդեն դժվարություններ, ընդհանրապես մարդու կյանքը միջև 50 տարին կոչվում է զարի վեր, սարի գլուխն է բարձանում, դրանից հետո downhill, զարի թափ և ազատ անկումով է գնում, շատ ավելի մեծ արագությամբ է գնում։ Հետևաբար ժամանակը շատ կարևոր բան է, ում համար է ծախսում այդ ժամանակը, մարդիկ կան այնքան պարապ են, որ չգիտեն այդ ժամանակը ինչպես ծախսեն, այլ կերպ ասած, նրանք իրենց կյանքը վատնում են։ Սուրբ գրքում ասվում է, որ նմանատիպ է, կարող ենք համատել, ժամանակը ծախու առեք, այսինքն պարապ բաների վրա ժամանակ մի դրեք։ Տերը ընտանիք է տվել, ընտանիքի անդամներ է տվել, պարտականություններ ունենք մեր ընտանիքի անդամների հանդեպ, այդ ամեն ժամանակը պիտի նրանց տրամադրենք, լինի դա աշխատանք կամ աշխատանքից հետո պետք եղած բաների մեջ։ Եվ նաև որպես հավատացյալներ, մենք մեր ժամանակը որտեղ ենք ծախսում։ Աստված այնքան կհաճենա, երբ որ մենք մշտապես Տիրոջ հետ աղոթքով հարաբերվենք։ Որտև Աստծո խոսքը ասում է ամեն ատեն աղոթք արեք, ամեն հարմար պահի աղոթք արեք, ամեն բանի համար աղոթք արեք եւ մի ձանձրացեք։ Երբ որ մենք մեր ժամանակը ծախսում ենք Սուրբ Գիրքը սերտելու վրա, Աստծո խոսքը լսելու վրա, մենք գտնում ենք մեզ համար, այդ ժամանակը մեզ համար շահելի է, ոչ թե կորցնելի, հոգևոր հաղորդակցության վրա ծախսիր այդ ժամանակը, Աստծո փառքի համար, ծառայության համար ծախսիր այդ ժամանակը, դրանք կլինեն մնայուն բաներ, որ նաև հավիտենականության մեջ պիտի լինի։ Մեկ ուրիշ ասացվածք, ազնիվ խոսքը ոսկու արժեք ունի, այո, մի խոսք եթե հետին միտք չունի, ճիշտ շարժառիթով է, motivation-ը ճիշտ է, ոսկու արժեք ունի, որ կարող է դիմացինին օգտակար գտնվել, որ կարող է դիմացինին, ասենք, ուղղության բերել։ Հիմա Սուրբ գրայինը Առակաց 25:11 հարմարությամբ ասված խոսքը արծաթի զարդերի մեջ դրված ոսկե խնձորի նման է։ Պատկերացրեք, արծաթե մի զարդատուփ, ամեն տեսակ արծաթյա զարդեր կան, բայց մեջտեղում մի ոսկյա խնձոր է դրված։ Հիմա արժեքավորը ո՞րն է։ Վստահաբար պիտի ասեք ոսկե այդ խնձորը։ Ինչ հասկանանք հարմարությամբ ասված խոսքը, այսինքն տեղին ասված խոսքը, խորագիտությամբ ասված խոսքը, որ շինություն պիտի լինի դիմացինի համար։ Ուրիշ ասվածվածք, փողով ոսկի կառնեն,
բայց խելք չեն առնի։ Եթե փողով խելք առնելու լինեին, հա? Պատկերացնում եք, աշխարհի բոլոր հարուստները կլինեին ամենախելացի մարդիկ։ Եվ ինչպես չասենք, բայց օլիգարխները, որ երկու հոդաբաշխ նախադասություն միտք չեն կարող արտասանել իրար հետևից, նրանք այդ խելքը կառնեին եւ խելացի կլինեին, բայց այն պիտի տրված լինի, այն զարգանում է կրթվելու եւ ինքնակրթության միջոցով։ Ի սկզբանե պիտի լինի այդ խելքը։ Բայց եթե չկա, այսպիսի մի ասացված կա ռուսերեն է, если он дурак, то это на всю жизнь։ Այդպես, եթե մեկը անմիտ է, հիմար է, ամբողջ կյանքում այդպիսին պիտի լինի։ Բայց անգամ դրանց համար հույս կա։ Որովհետև մեր Աստվածը հույսի Աստված է։ Քիչ առաջ ինչ կարդացինք Սաղմոսի մեջ, Աստծո խոսքը տգետին, հիմարին իմաստուն է անում։ Ճաշակեցեք, տեսեք, եւ Աստված քեզ կլուսավորի, եւ ամեն բան, որ առաջ շատ տարբեր էր տեսնում, Աստվածային տեսանկյունից կտեսնես, արդեն իմաստությամբ կքննես ամեն բաները, որովհետև քո առաջնորդդ կլինի Սուրբ Հոգին։ Ոսկին կրակով է փորձվում, իսկ մարդը ընկերով։ Փորձվելով ի հայտ է գալիս մարդու քարակտերը, իր կերպարը։ Այդ ժամանակ է հարաբերության մեջ է, երբ որ մարդկային հորի բնավորության գծերն են մեջտեղ գալիս, չէ՞, եւ տարիների ընթացքում ավելի լավ ճանաչողություն է լինում դիմացինի։ Շատ չծանրաբեռնեք ձեզ այս խոսքերի վրա, մեկ հատ էլ եւ վերջ։ Լռությունը ոսկի է։ Ճիշտ է։ Մայո կարող ենք ասել ճիշտ է։ Շատ պարագաներ կան, որ լռելը շատ ավելի անհրաժեշտ է, քան թե խոսելը։ Ժողովող 3 գլուխ եւ 7 համարում գրված է. խոսելու ժամանակ կա եւ լռելու ժամանակ կա։ Իմաստությամբ վարվելը ամեն հարցերի լուծումն է։ Պատկերացրեք, մեկ անզգուշ բառ շատ բան կկործանի, շատ հարաբերություններ ուրեմն կահանի մեջտեղից մեկ անզգուշ ասած բառ, հետևաբար շատ հաճախ լռելը շատ ավելի անհրաժեշտ է, քան թե խոսելը։ Աշխարհի մեջ ոսկին որքան էլ արժեքավոր լինի, այն ապականացու է եւ մարդու փրկության մեջ որևէ դերակատարություն չունի։ Մարդը թող հարյուրավոր կամ հազարավոր տոննայով ոսկի ունենա, այն իր փրկության հետ ոչ մի կապ չունի, այդ բոլորն էլ տա չի փրկվի, որովհետև փրկությունը Աստծո մոտ է եւ այն չի գնվում, փրկությունը ձերիորեն ստանում են հավատքի միջոցով։ Միջնադարում կաթոլիկ եկեղեցին մեղքերի թողություններ վաճառում, վկայական էին տալիս, ովքեր որ առատորեն վճարում են, եւ այն կոչվում էր ինդուլգենցիա, լատիներեն ինդուլջե, ողորմության ցուցաբերում։ Վճարի եւ քահանան քեզ կտա այդ վկայականը ու մարդիկ դուրս են գալիս հասարակության մեջ, որ իրենք ստացել են այդ վկայականը։ Ամենազավեշտը գիտեք որն է, որ մարդիկ ովքեր որ բանտում տարիներ են անցկացրել որպես մարդասպան, գողավազակ եւ հասարակությունը այդ մասին գիտեր։ Դուրս են գալիս, մի կերպ կարողանում էին այդ պետք եղած արժեքը հայթայթել, վճարում էին եկեղեցու ամենաբարձր հիերարխիային եւ ստանում են այդ վկայականը եւ հասարակության մեջ իրենք մեղքերի թողություն են ստացել։
Աստված տվեց այդ թողությունը, քավլիցի մարդիկ հրճակեցին այդ բանը։ Մեկ միջոց կա մեղքերի թողություն ստանալու համար։ Եվ դա հետևյալն է։ Պետրոս առաքյալն է գրում այդ մասին, թեև մի շարք այլ տեղերում հանդիպում ենք։ Առաջին նամակ, առաջի գլուխ 18 համարից։ Գիտենալով, այսինքն հաստատ իմացեք, որ դուք ոչ թե ապականացու արծաթով կամ ոսկով փրկվեցիք, որ ձեր հայրերից ստացաք անուղիղ ճանապարհով, այսինքն կոռուպցիայի արդյունք էր սա, հապա Քրիստոսի պատվական արյունով, որպես թե անբիծ եւ անարատ գառիմը, որ ճանաչված էր աշխարհի սկզբից առաջ եւ վերջին ատենները հայտնվեց ձեզ համար, ում միջոցով Աստծուն հավատացիք, որ նրան մեռելներից հարուցանեց եւ անոր փառավորություն տվավ, որպիսի ձեր հավատքը եւ հույսը Աստծո վրա լինի, այսինքն փրկության համար մեկ միջոց ծառայեց, Քրիստոսի պատվական ու սուրբ արյունը։ Մարդկային մեղքերը ուրիշ ոչ մի բան չի կարող ջնջել, այլ միայն Քրիստոսի արյունը, որտեղ առանց արյուն թափվելու մեղքերի թողություն չկա։ Հին ուխտի մեջ անասունի արյուններ ժամանակավոր այդ պահի համար, այսինքն մեղավորի մեղքերի համար անասուններ զոհվում, բայց երբ որ եկավ կատարյալը Հիսուս Քրիստոս, իր արյունը թափեց, որպեսզի ով որ նրան հավատա, նրա մեղքերը ջնջվեն եւ նա հավիտենական կյանք ունենա։ Եփեսացից 1:7 ասում է. որով մենք փրկություն ունենք, ինչպես իր արյունով մեղքի թողություն իր շնորհքի ճոխության չափով։ Հիսուս Քրիստոսի արյունը իզորու է բոլոր մեղքերը սրբելու։ Ամենածանր մեղքերը անգամ Հիսուսի արյունը կարող է սրբել, եթե դրանք անկեղծությամբ խոստովանվում են։ Միայն մեկ մեղք կա, որ չի սրբվում եւ չի ներվում մարդուն, եւ դա Սուրբ Հոգու դեմ եղած հայությունն է։ Այն է Քրիստոսին մերժելը։ Երբ որ մարդուն վկայվում է, որ Հիսուս Տեր է, փրկիչ է, քեզ համար զոհվեց եւ դու պետքություն ունես նրան ընդունելու որպես քո Տերը եւ փրկիչը, եւ մարդը իր մեջ ունեցած ազատ կամքով ասում է ոչ։ Ահա այս մեղքն է, որ երբեք ու երբեք չի ներվելու։ Բայց քանի դեռ մարդը ապրում է, իր վրա շունչ կա, ինքը ունի այդ հնարավորությունը։ Եթե կան մարդիկ, սիրելի հեռուստադիտողներ, դուք կարող եք Քրիստոսի արյունով մաքրվել եւ սրբվել։ Ձեր բոլոր մեղքերը կներվեն չհիշելու պայմանով։ Աստված կմաքրի ամեն բան եւ դուք Աստծո որդի կդառնաք։ Քայլ արեք, Հիսուսին հրավիրեք ձեր կյանքերի մեջ։ Նա է երկինք ու երկիր ստեղծող Աստվածը, ով մարդեղացավ մարդկության փրկության համար, որպես մարդ հայտնվեց անշուշտ կատարյալ մարդ եւ իր կյանքը զոհեց հատկապես քեզ համար, ինձ համար եւ բոլորի համար, ովքեր որ այս աշխարհ եկել են դարերի ընթացքում եւ ովքեր էլ դեռ պիտի գան բոլորի համար։ Ուրեմն մեղավոր մարդու համար ուրիշ միջոց չկա մեղքերից ազատվելու, դրանք մարդու վրա մնում են, որ դատաստանի ջերմակ աթոռի դատաստանից հետո դրանց չարչարանքի չափը պիտի որոշվի, որտեվ Աստված համարժեք ձևով պիտի անի իր դատաստանը։ Կատարած մեղքերը մնում են մարդու վրա եւ դրանք իրենց պատասխանը պիտի ստանան որպես համարժեք չարչարանքի չափ։ Սարսափելի բան է, սարսափելի բան է։ Չես ուզում չէ այդ բանը։ Չես ուզի կանգնես եւ Աստված քո առջեւ դնի քո կատարած բոլոր մեղքերը եւ որոշի չարչարանքի չափը ծծումբով այրված կրակի լճի մեջ։
վստահ ենք, որ գիտակից որևէ մեկը չուզի այս բանը, հետևաբար մեկ քայլ կանելու ապաշխարի, Հիսուսին արի, քո կյանքդ նրան նվերի, որպեսզի նա հոգա քեզ համար, քո մեղքերդ սրբի եւ դու հավիտենական կյանք ունենաս։ Տիրոջ հետ ուղիղ քայլելու հավատքի փորձառությունը զտված, մաքրված ոսկուց շատ ավելի պատվական է։ Այդպիսի համեմատություն է բերում Աստված իր խոսքի մեջ, այսինքն դրանով ցույց տալով, որ տարիներ եւ տարիներ Աստծո հետ քո ապրելը, նրան հնազանդ լինելը, քո ծառայությունդ, Քրիստոսով կատարած բարի գործերդ, Հիսուսին հաճո լինելդ, երբեք պարապ չէ, այդ ամենը Աստված արձանագրում է եւ դրա վարձքը դու պիտի ստանաս։ Կարդանք նորից Պետրոս առաքյալի առաջի նամակից, առաջի գլուխ 3-րդ համարից։ Օրհնյալ է Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը, որ իր առատ ողորմությամբ մեզ նորից ծնեց կենդանի հույսի համար, Հիսուս Քրիստոսի մեռելներից հարություն առնելով։ Անեղծ եւ անարատ եւ անթարլամ ժառանգության համար, որ երկինքը պահված է մեզ, հավիտենական կյանքի մասին է խոսքը։ Անեղծ, այսինքն եղծված չէ, անարատ, անթարամ, այդպես է բնութագրում, որ Աստծո զորությամբ պահպանված եք հավատքով այն փրկության համար, որ պատրաստված է վերջին ժամանակը հայտնվելու, որով կուրախանանք, թեև հիմա ինչպես հարկը կպահանջե, քիչ մատեն տրտմած ենք զանազան փորձություններով։ Քննի քո կյանքդ, զանազան փորձություններով տրտմած ես, պետք է որ այդ տրտմություններից արդեն դուրս գաս, որովհետև Տերը ասում է ամենատեն ուրախ եղեք, բանի համար հոգ մի արեք, Տերը մոտ է, որպեսզի ձեր հավատքի փորձառությունը, տարիները մեզ փորձառու են դարձնում, չէ՞, մի հատ հիշեք, թե այս տարիների ընթացքում ինչ փորձություններով անցաք։ Հաճախ բաներ կային, որ թվում են, որ այլևս անհուսության փոսի մեջ ես։ Սենյակի անկյունում ես, հրված եւ այնտեղից դուրս չես կարող գալ, բայց Աստված դրանց միջով էլ անցկացրեց եւ հասանք միջև այստեղ։ Ձեր հավատքի փորձառությունը, որ կորստական ոսկից ավելի պատվական է, թե ոսկին կրակով կփորձվի, գտնվի գոհությունով եւ պատվով ու փառքով Հիսուս Քրիստոսի հայտնվելու ատենը։ Ուրեմն Աստված այս ամեն բաները պիտի գնահատի։ Քո նվիրվածությունը, քո հնազանդությունը Աստծուն եւ Տերը առատությամբ պիտի վարձատրի։ Ինչպես ոսկին զտվում է կրակի միջոցով, կեղտը դուրս է գալիս ոսկուց, որպեսզի այդ դառնա 9, այնպես էլ Աստված Աբրահամից սկսած զտում է եբրայցիներին։ Աբրահամից սկսած։ Անշուշտ նրանք, ովքեր որ անհավատությամբ ապրեցին, հեթանոս անհավատից բոլորովին չեն տարբերվում։ Այդ նույն դատաստանը նաև դրանց վրա է գալիս։ Բայց Աստված մի դատաստան էլ ունի, որ Իսրայելի հանդեպ պիտի լինի, որ նրանք ազգովի վերջնական զտումի հասնեն։ Մի շարք տեղերում մարգարեական խոսքեր կա, մենք կծանրանանք Զաքարիայի մարգարեության վրա, Զաքարիա 13-րդ գլուխ, 8-9 համարներն է սա։ Տերը այսպես է ասում. բոլոր երկրի Հրեաստանի մասն է խոսքը։ 2/3 մասը պիտի կտրվի եւ պիտի մեռնի։ Միայն 1/3 մասը պիտի մնա նրա մեջ։ Այդ 1/3 մասը կրակից պիտի անցկացնեմ։
Զանոք պիտի զտեմ, ինչպես արծաթը կզտվի։ Զանոք պիտի փորձեմ, ինչպես ոսկին կփորձվի։ Նրանք իմ անունս պիտի կանչեն, եւ ես նրանց պատասխան պիտի տամ։ Ես պիտի սեմ, ասիկա իմ ժողովուրդս է, անոնք էլ Տերը մեր Աստվածն է պիտի սեն։ Երբ մեծ նեղության շրջանի ամենավերջում, երբ որ ների ձեռքով հրյաների հանդեպ սարսափելի հալածանք պիտի լինի, այնպիսին, ինչպիսին նրանք իրենց պատմության մեջ երբևէ չեն կրել։ 2/3 պիտի մեռնեն ների ձեռքով։ Սակայն նրանք ովքեր որ ապաստանի քաղաքներում պիտի լինեն, պատսպարված, գաղտնի գտնվող, երկնքից եկող Հիսուս Քրիստոսին պիտի տեսնեն փառքով եւ զորքով գալուց եւ պիտի իրականանա Զաքարիայի գրած այս մեկ մարգարեական խոսքը Զաքարիա 12-ի 10 համարը Դավթի տան վրա եւ Երուսաղեմի բնակիչների վրա շնորհքի եւ աղոթքի հոգի պիտի թափեմ եւ նրանք իրենց խոցածին պիտի տեսնեն ում խոցեցին Տեր Հիսուս Քրիստոսին նրա վրա մեկ հատիկ զավակի վրա ողբալու պես պիտի ողբան ամենասարսափելի բանը երբ որ ծնողը իր զավակի վրա ողբում է այդպես է թե չէ նրանք այդ կերպով պիտի ողբան որ Քրիստոսին իրենց հայրերը խաչեցին նրա վրա անդրանիկ զավակի վրա ցավելու պես պիտի ցավին այն օրը Երուսաղեմի մեջ մեծ ողբ պիտի լինի ապաշխարության ողբ պիտի լինի ուրեմն այս կերպով է որ նրանք պիտի զտվեն մեծ նեղության շրջանի ամենավերջում Հիսուսի մարգարեական խոսքը երբ որ մերժվեց հրյաներից ինչ ասաց այլևս ինձ պիտի չտեսնեք միջև որ ասեք օրհնյալ է նա որ Տիրոջ անունով կգա ում է վերաբերում սա հենց այդ 1/3-ին հենց այդ զտվածին նրանք է որ պիտի ասեն օրհնյալ է նա որ Տիրոջ անունով կգա սա կոչվում է մնացորդ remnant Եսային այսպես է գրում 10-րդ գլուխ եւ 22 համար Եթե Իսրայելը ծովի ավազի չափ լինի միայն մնացորդը պիտի ազատվի Եվ այդ ժամանակ գործնական իրողություն պիտի դառնա Սաղմոս 94-ի 14-ը գրեք Հռոմեացիս 11-ի 1-ը Միթե Աստված իր ժողովրդին մերժեց քավլիցի Անոնք սիրելի են իրենց հայրերի սիրո համար Եվ Պողոս առաքյալ ինչի է մեջ բերում որ Նահապետները նրանցից էր, մարգարեները նրանցից էր, մենք գիտենք առաքյալներն էլ նրանցից եկան, եւ բոլոր աշակերտները նրանցից էին, եւ նաեւ մեր Տերը անոնց մե եկավ, որ օրհնյալ Աստված է Հավիտյանս Հավիտենից։ Ուրեմն ազգային զտում պիտի տեղ ունենա, թեև շատ ցավ պիտի քաշեն, սարսափելի ցավերով պիտի անցնեն, բայց այդ զտումը պիտի իրականանա, որպիսի այդպիսով 1/3-ը փրկվեն։ Իսկ իմ հիմա մի այնպիսի ոսկու մասին պիտի խոսենք, որ օլիգարխ ունի, կամ որ թանգարանում է պահվում, որևէ գաղափար ունեք, մի յուրահատուկ ոսկու մասին, յուրահատուկ, չեք գտնի, բայց Աստծո խոսքը մեզ ասում է, որ կա այդպիսի ոսկի, եկեք կարդանք, նկարագրություն, հայտնություն 21-րդ գլուխ, Վերին Երուսաղեմի ամբողջ պատկերն է մենք ամբողջությամբ չենք կարդա, բայց կկարդանք 18 համարից։ Այդ քաղաքի պարսպի շինվածքը հասպիս քարեր եւ քաղաքը ուշադրություն, ամբողջ քաղաքը զուտ ոսկի էր, մաքուր, ապակու նման ոսկի
ապակու նման ոսկի, եթե ապակի է, պիտի թափանցիկ լինի, չէ, ապակու նման ոսկի, կա երկրի վրա այդպիսի բան, քաղաքին Պարիսպի հիմերը ամեն տեսակ պատվական քարերով զարդարված էին, առաջին հիմը հասպիս էր, երկրորդը շապուղյա, երրորդը քաղկեդոն, չորրորդը զմրուղտ, հինգերորդը եղեգնակար, վեցյորդը սարդյոն, յոթյորդը ոսկեքար, ությորդը բյուրեղ, ինյորդը տպազյոն, 10-րդը քրիստոպորոս, 11-րդը հակինթ, 12-րդը ամեթովս։ Ուրեմն մենք պիտի գնանք մի այնպիսի քաղաքում ապրելու, որի քաղաքի հիմերը այսպիսի թանկարժեք քարերով են պատրաստված։ Եվ 12 դռները 12 մարգարիտներ էին, ամեն մեկ դուռը մեկ ամբողջ մարգարիտ էր, եւ քաղաքի հրապարակը մաքուր ոսկի էր թափանցիկ ապակու նման։ Ավելացում, ոչ միայն ապակու նման, այլ նաեւ թափանցիկ ոսկի է։ Կարող եք երևակայել։ Ով կարող է երևակայել։ Ոչ մեկը, որովհետև երկիր մոլորակի վրա այդպիսի ոսկի չկա։ Սա միայն երկնային սկզբունքներով ստեղծված մի բան է։ Եվ ինչ եք կարծում, ինչ բացատրություններ է տրում սրանց վրա։ Շատ ուշադրություն մի դարձրեք, խորհրդանշական բաներ են դրանք։ Ուրեմն Աստված մեր ախորժակը բացում է, որ մենք հավատանք, որ այս բաները կա, գնանք տեսնենք չկա։ Իրավունքի մեջ կլնենք ասելու, Տեր Աստված, քո խոսքի մեջ գրված էր այս բաները, բա ուր են սրանք։ Անոր մեջ տաճար չտեսա, վասնզի Տեր Աստված ամենակալը եւ գառնուկ անոր տաճարն էին։ Քաղաքը արևի ու լուսնի պետք չունի, որպիսի զանիկա լուսավորեն, վասնզի Աստծո փառքը զանիկա կլուսավորե եւ նրա ճրակը աշխարհի լույսը եղող, տիեզերքի լույսը եղող Հիսուս Քրիստոսն է։ Ուրեմն ինչ սքանչելիքներ են սպասում Հիսուսին հավատացողներին։ Ահա այս ոսկին աստվածային փառքի խորհրդանիշն է։ Եվ ինչպես որ նկարագրված մենք կարդացինք, որ փորձում ենք մեր մտքի մեջ պատկերացնել թափանցիկ, ապակու նման ոսկի, երբեք էլ չպիտի կարողանանք հասկանալ դա ինչ է, մինչև որ չգնանք այնտեղ եւ մեր աչքերով չտեսնենք։ Շատ մոտ է այդ փառքը մտնելը, շատ մոտ է, որովհետև Տիրոջ գալուստը շատ մոտ է։ Եվ Հիսուս մի խոստում տվեց, եւ Հիսուսի բոլոր խոստումները այո եւ ամեն են։ Միջև հիմա ինչ խոստումներ որ տվել է կատարվել են, ինչ էլ որ ապագային է վերաբերում, պիտի մեկի կատարվեն 100%-ով։ Ահա այսպես ասավ Տեր Հիսուս Հովանու ավետանի մեջ է գրված այդ մասին, Հովանու 14-րդ գլուխ։ Սրտերնիդ չխռովի, Աստծո հավատացեք, ինձ էլ հավատացեք։ Ինչու Հիսուս զատողությունը դրեց Աստծուն հավատացեք, ինձ էլ հավատացեք, որ Եհովայի վկաները ասում են, տեսնում եք, ինքն էլ որպես որդի ասում է ինձ հավատացեք։ Հիսուս այս պարագայի մեջ, որ նրանց խոսում էր, պաշտոնի մեջ է, որպես փրկիչ է, որպես որդի է, բայց որպես Աստված ինքը Հորը եւ Սուրբ Հոգուն հավասար է։ Երեք անձնավորություն, մեկ Աստվածություն։ Իմ Հորս տանը շատ բնակարաններ կան, ապա թե ոչ ես ձեզ պիտի ասեի, հիմա կերտամ, որ ձեզ տեղ պատրաստեմ, եւ եթե երթամ ու ձեզ տեղ պատրաստեմ, նորից պիտի գամ եւ ձեզ մոտս պիտի առնեմ, որպիսի ուր որ ես եմ, դուք էլ այնտեղ լինեք։ Եվ Պողոս առաքյալի այդ խոսքը, որ իր կյանքի նշանաբանը ապրելը Քրիստոս է իր համար, մեռնելը օգուտ։ Եվ ինքը երանի էր տալիս այն պահին, երբ որ Տիրոջ մոտ պիտի գնա,
Քրիստոսի մոտ գնալը ավելի աղեկ է, բայց ձեզ համար պետք է որ մնամ եւ Տերն է որոշում անշուշտ ժամանակները, բայց մենք մի բան շատ լավ գիտենք։ Աշխարհի վրա իրադարձություններ այնպես են ծավալվել, որ Սուրբ գրքի մեջ գրված բոլոր նշանները իրենց լրումին են հասել։ Ինչպես օրինակ թզենի ծաղկելը, որ մինչև 1948 թվականի մայիսի 14-ը Հիսուսի գալը, երկրորդ գալուստը անկարելություն էր։ Դրանից հետո բացվեց ժամանակացույց։ Եվ այն ինչ որ տեղի ունենում աշխարհում, դրանք բոլորը վկայում են, որ Տեր Հիսուսի գալուստը շատ մոտ է։ Քավլիցի, որ որը մեկը տարի, ամիս եւ օր դնի, վստահաբար այդ օրը չպիտի լինի։ Եվ դրանք որպես սուտ մարգարեներ պիտի դուրս գան։ Բայց երբ որ հարցնում են Հիսուս երբ պիտի գա, մեր պատասխանը ինչ է։ Շուտով, մենք չգիտենք ժամերը եւ ժամանակները, Հայրը իր գիտության մեջ դրեց եւ մենք գիտենք Տիրոջ ժամանակում պիտի լինի այդ հրաշալի իրադարձությունը, որ կոչվում է հափշտակություն, եկեղեցու հափշտակությունը։ Հետևաբար, ինչ անենք։ Մեր ամրագոտիները ձգենք, fasten your belts, he is coming soon, շուտով է գալու Տերը, և ինչ է պետք, որ ավելի մոտենանք իրեն, բոլորանվեր տրվենք իրեն, որ երբ որ Տերը հայտնվի, մենք ամոթով չմնանք։ Աստված օրհնի իր խոսքը և ձեզանից ամեն մեկին, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի հետ լինի, ամեն։ Գնաց զապարել ասիգա, ինչու չէ, աշխուժ, երևակայեցեք, որ դերը պիտի թիմավորենք, ծնծացեք բոլոր ասկեր, երգեցեք նրա սերը անվերջ, իր սերքի քոզերից պատմեցեք, և իր փառքը հայտնենք աշխարհին։ Ծնծացեք բոլոր ասկեր, երգեցեք նրա սերը անվերջ, իր սերքի քոզերից պատմեցեք, և իր փառքը հայտնենք աշխարհին։ Ահա որ է Տեր և ամեն նա կարող է նա ցնցը Սիոնի աղջիկ Սա այն օրն է Տերն ստեղծել Եկեք ծնծանք և ուրախանանք Ամեն շունչ ունեցող տորթներ Պարսացնենք նրա սուրբ անունը Ահա որ է Տեր և ամեն նա կարող է նա ցնցը Օ Սիոնի Օրհնեցեք շեփորից այն նոր, օրհնեցեք Դավիթով և նարով, օրհնեցեք թմբուկով և բարով, օրհնեցեք մեծացայն զնցղաներով, ահա որ է Տեր և ամեն նա կարող է նա Սիոնի աղջիկ Հալելույա La 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 la